Բարի շաբաթ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ զարթնել ենք քնից, ողջ եւ առողջ ենք, եւ հնարավորություն ունենք գալու Աստծո ոտքի մոտ եւ սորելու իրենից, թող Աստվածների մեր մեղքերը եւ իր Սուրբ Հոգին թափի մեր վրա, որպեսզի մենք կարողանանք Սուրբ Հոգու միջոցով ճիշտ հասկանալ իր խոսքը եւ Հիսուսի շնորհքով իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն մենք գիտենք, որ այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը եւ արդեն հասել ենք 5-րդ դասին, որը կոչվում է Սամարացիների վկայությունը։ Անցած դասին մենք ասացինք, որ Հիսուսը տարբեր վկայություններով եւ վկաներով ապացուցում էր, որ ինքը իրոք Մեսիան է։ Եվ այսօր Սամարացիների վկայության մասին մենք ուսումնասիրենք։ Հիշելու համարն է Հովհաննես 4:42 եւ կնոջն ասում էին. այլևս ոչ թե քո խոսքերի համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի փրկիչը։ Ովքեր էին Սամարացիները։ 722 թվականից Քրիստոսից առաջ թվականին Ասորիստանը զավթել էր Իսրայելի հյուսիսային թագավորությունը եւ քաղաքական կայունություն ապահովելու համար նրանք իրենց գերիներին ցրեցին կայսրության ողջ տարածքում, այսինքն իսրայելացիներին ցրեցին կայսրության ողջ տարածքում, հանեցին իրենց բնակավայրից եւ որպեսզի այդ տարածքը դատարկ չմնա, այլ ազգերից գերիներ բերվեցին հյուսիսային այդ թագավորությունը բնակեցնելու համար եւ նրանք դարձան սամարացիներ, որոնք դավանում էին հուդայականության իրենց ուրույն ձևը։ Ուրեմն մենք գիտենք, որ Սողոմոն թագավորից հետո Իսրայելը բաժանվեց երկու մասի, մեկը 10 ցեղերի հետ կոչվեց Իսրայել, որի մայրաքաղաքը Սամարիան էր, եւ մյուսը երկու ցեղերով կոչվեց Հուդա, որը այդ երկու ցեղերը կոչվեցին Հուդա, որտեղ Երուսաղեմն էր, մայրաքաղաքը Երուսաղեմն էր։ Եվ ուրեմն քանի որ Իսրայելը չլսեց Աստծո ձայնը, թագավորները մեկը մյուսի հետևից ոչ մի թագավոր չկար Իսրայելում, որ հավատարիմ լիներ Աստծուն։ Բոլորը իրենք էլ հեռացան Աստծուց, ժողովրդին էլ հեռացին Աստծուց, Աստված մարգարեների միջոցով զգուշացրեց Եղիա, Եղիսե եւ այլն, բայց իրենք չլսեցին եւ վերջապես Աստված թույլ տվեց, որ 722 թվական Քրիստոսից առաջ Սամարիան զավթվեց եւ բոլոր ժողովրդին հանեցին այդտեղից իսրայելացիներին եւ ցրեցին ամբողջ տարբեր ազգերի մեջ։ Եվ ուրեմն ուրիշներին բերեցին։ Այս ուրիշները հեթանոս լինելով հանդերձ իրանց կրոնը խառնուրդ էր հեթանոսության եւ հուդայիզմի։ Հուդայիզմը այն ժամանակվա ճշմարիտ կրոնն էր, էլի ճշմարիտ կրոն է, բայց ցավոք այն չի ընդունում Հիսուս Քրիստոսի Մեսիա լինելը եւ դրանով իսկ արդեն սխալականություն է առաջանում։ Իրանք ընդունում են 10 պատվիրանները, բայց ոչ Հիսուս Քրիստոսին։ Եվ դրանով իսկ չընդունելով քրիստոնեությունը Հիսուս Քրիստոսին, արդեն սխալ ճանապարհով են գնում։ Բայց այն ժամանակ նրանք դավանում էին ճշմարտությունը, այն ժամանակվա ճշմարտությունը եւ ուրեմն այս մարդիկ, ովքեր տեղափոխվել են այստեղ, ըստ երևույթին ինչ-որ ձևով իմացել են հուդայիզմի մասին եւ հեթանոսական ու կրոնը ու հուդայիզմը խառնվել էր իրար։ Եվ այս պատճառով հրեաները նրանց հետ լավ հարաբերություններ չունեն, որտեղ կարծում են, որ իրանք սխալ կրոն ունեն եւ նաեւ մաքուր հրեա չեն, այլ խառնված են տարբեր ազգերի մեջ, մինչեւ որս էլ կան այդպիսի մարդիկ Իսրայելում, ովքեր կարծում են, որ այնտեղ կան լիքը խառնուրդներ, որ բացի հրեայի եւ այլ ազգերի խառնուրդ են,
Եվ նրանց կան մարդիկ, ովքեր իրենց համարում են մաքուր, զտարյուն հրյա եւ վերևից են նայում, այսինքն ցածր կարգի մարդ են համարում, իսկ ընդհանրապես ուրիշ ազգերին ընդհանրապես ցածր կարգի մարդ են համարում։ So դա սկսել է այն ժամանակվանից եւ ուրեմն սամարացիների հետ իրանք հարաբերություններ համարյա չունեին, միգուցե առևտուր էին անում իրար հետ, բայց օրինակ երբ որ հրեաները պետք է ինչ-որ տեղ գնային եւ կարճ ճանապարհ կար Սամարիայի միջոցով, իրանք այդպես չէին գնում, Սամարիայի մեջ չէին մտնում, իբր թե չփխծվեն, եւ ավելի երկար ճանապարհով էին գնում, որ շրջանցում էր Սամարիան։ Այսինքն այդպիսի հարաբերություններ էր իրենց միջև, եւ մենք գիտենք Սամարացու մասին, բարի Սամարացու մասին առաքից այդ մասին։ Ուրեմն իրանք այս սամարացիները դավանում էին հուդայականության իրենց ուրույն ձևը։ Սակայն ուրեմն ինչպես ասի նրանց եւ հրեաների միջև լավ հարաբերություններ չկային, օրինակ սամարացիները Բաբելոնից հրեաների վերադարձի ժամանակ դեմ էին տաճարի վերականգնմանը, սակայն կառուցել էին իրենց սեփական տաճարը Գարիզին լեռան վրա։ Այդ տաճարը սակայն ավերվել է Հրեաստանի կառավարիչ Հովհաննես Հիրկանոսի կողմից Քրիստոսից առաջ 128 թվականին։ Եվ Քրիստոսի ժամանակներում այս թշնամությունը շարունակվում էր հրեաների եւ սամարացիների միջև։ Հրեաները հնարավորինս խուսափում էին Սամարիայից։ Եվ փոխգործակցություն արգելված էր, հրեաները սամարացիներից պարտք չէին վերցնում կամ նույնիսկ շնորհ չէին ստանում նրանցից, այսինքն նույնիսկ եթե օգնության կարիք ունեին, չէին խնդրում։ Եվ ուրեմն այսպիսի վիճակ էր, երբ որ Հիսուսը գնաց Սամարիա։ Հիմա կարդանք Հովհաննես 4 գլխի առաջինից 4 համարները։ Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ ձեռք բերում եւ մկրտում, քան Հովհաննեսը, թե Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ աշակերտները, թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ եւ պետք է Սամարիայի միջով անցներ։ Այսինքն ինչի ինքը որոշեց թողնել, որպեսզի ուրեմն փարիսեցիները ուզում էին այս փաստը օգտագործել, որպեսզի թշնամություն դնեին Հովհաննեսի աշակերտների եւ Հիսուսի աշակերտների միջեւ։ Այսինքն կարծես թե նրանց դրթում էին, թե ինչի պիտի Հիսուսը, որ նոր է եկել, իսկ Հովհաննեսը շուտվանից էր քարոզում, բայց նրա հետևորդները արդեն շատացել են, իսկ եւ Հովհաննեսի հետևորդներն էլ թողում էին Հովհաննեսին, գնում էին Հիսուսի մոտ։ Եվ նույնիսկ աշակերտները եկան Հովհաննեսի մոտ եւ այդ մասին ասեցին։ Կարդանք Հովհաննես 3 գլխի 25 համարից 26 համարից։ Ուրեմն Հովհաննեսի աշակերտները եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբի, նա որ քեզ հետ Հորդանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է եւ ամենքը նրա մոտ են գալիս»։ Հովհաննեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ Դուք ինքներդ վկայեք իմ ասածներին։ Ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել։ Ով հարց ունի, նա է Փեսան։ Բայց Փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է Փեսայի ձայնը, արդայս է իմ ուրախությունը եւ այժմ այն կատարյալ է»։ Այսինքն Աստվածաշի մեջ միշտ եկեղեցին Աստծո ժողովուրդը համեմատվում է հարսի հետ, Հիսուսն էլ Փեսայի հետ։ Եվ այստեղ Հովհաննեսը ասում է, որ իսկականը ինքն է Աստվածը, ինքն է Մեսիան, ոչ թե ես, ինքն է Փեսան։ Ես ուղղակի Փեսայի ընկերն եմ, որ իր կողքը կանգնած եմ եւ ուրախանում եմ տեսնելով իր երջանկությունը։
Եվ 30 համարը նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը փոքրանա։ Տեսեք, Հովհաննես ուզում է ասել, ես այն գործը, որ դրված էր իմ վրա, որ ես պետք է անեի, հաջողությամբ արդեն արեցի, վերջացա։ Հիմա արդեն ես պիտի փոքրանամ, Հիսուսը պիտի մեծանա։ Այսինքն իմ գործը հենց դա էր, որ մարդկանց ուշադրությունը ուղղեի Հիսուսի Մեսիայի վրա։ Եվ այդպիսով ես իմ գործը հաջողությամբ արեցի, այսինքն ուրախացեք, որ այդպես է, ոչ թե տխրեք։ Դա նշանակում է, որ ես հաջողությամբ արեցի Աստծուց տված իմ գործը։ Ուրեմն Հիսուսը չի վարվում այսպես կոչված բարեպաշտ հրեաների պես, ովքեր երկար ճանապարհն էին ընտրում, փոխարեն կարճ ճանապարհով գնալ, այլ այսինքն գնում էին դեպի արևելք Պերեայով։ Սակայն Հիսուսն առաքելություն ուներ Սամարիայում եւ որոշեց Սամարիայի միջով գնալ։ Շարունակենք կարդալ Հովհաննես 4-րդ, տեսնենք ինչ առաքելություն էր դա։ 5-րդ համարից մինչև 9-րդ համարը։ Այլ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը, այսինքն հորը, որտեղից ջուր էին հանում։ Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ, 6-րդ ժամն էր, այսինքն օրվա շոգ ժամն էր։ Ցերեկ էր։ Ուրեմն սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջուր տուր խմեմ»։ Հիսուսը հոգնած էր, ծարավ էր։ Քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու, սամարացի կինը նրան ասաց. Զարմացավ. «Դու որ հրեա ես, ինչպես ես ինձանից սամարացի կնոջից խմելու ջուր ուզում, որտեղ հրեաները սամարացիների հետ չէին շփվում»։ Ուրեմն տեսավ այս կինը, որ Հիսուսը հրեա է, բայց չի խուսափում իր հետ շփումից եւ դեռ ավելին ջուր է ուզում իրանից եւ զարմանում է։ Ուրեմն Հակոբի ջրհորը գտնվում էր հենց Սյուքեմի մոտ, իսկ Սյուքարը, որտեղ ապրում էր կինը, մոտ 1 մղոն, այսինքն 1.5 կիլոմետր հեռավորության վրա էր։ Հիսուսը նստեց ջրհորի մոտ եւ աշակերտները գնացին ուտելիք գնել, ինչպես նոր կարդացինք, եւ ինքը հնարավորություն չուներ խմելու ջուրը, որտեղ չուներ մի բան, որ հաներ այդպես ջուրը խմեր։ Երբ կինը եկավ ջուր հանելու, մենք տեսանք, որ ինքը հենց կնոջից ջուր խնդրեց։ Հետաքրքիր է, որ անցած անգամ, երբ որ Նիկոդեմոսի մասին անցանք 3-րդ գլխում, Նիկոդեմոսը, որ էլիտայից էր, որ հարուստ էր, որ ղեկավարներից մեկն էր, որ ուսուցիչ էր հայտնի եւ իր բարի գործերով հայտնի մարդ էր, հրեաների կառավարիչն էր եւ վարդապետը, ինքն իրեն ցածացնում է Հիսուսի մոտ գալու համար։ Նա գալիս է գիշերով, որպեսզի խուսափի բացահայտումից։ Ամաչում էր, որ տեսնեն, որ ինքը եկել է այս աղքատուսուցչի մոտ ինչ-որ հարցեր տալու։ Իսկ Հովհաննես 4 գլխում կինը թաքնվում է օրը ցերեկում։ Թերևս խուսափելով այլ կանանց հանդիպելուց, որ գալիս էին առավոտ վաղ կամ օրվա վերջին, երբ ավելի հով էր լինում։ Այսքան մյուս կանայք գալիս էին կամ առավոտյան շուտ կամ երեկոյան, երբ որ արդեն հով էր, որպեսզի այդ շոքից չտանջվեն։ Բայց այս կինը չգիտես ինչու, ինչ-որ մի պատճառ ուներ, որ ցերեկվա ժամն էր գալի, որ ոչ մի կին այնտեղ չլինի եւ չտեսնեն իրեն։ Ի վերջո, ինչու էր նա այդքան երկար ճանապարհ կտրում ջուր բերելու համար կեսօրին, երբ արդեն բավականին շոգ էր։ Որն էլ լինի նրա այնտեղ գտնվելու պատճառը, Հիսուսի հետ հանդիպումը փոխելու էր նրա կյանքը։ Սոհրեա ուսուցիչը հակադրվում է վատ համբավ ունեցող սամարացի կնոջը։ Ինչ հակադրություն։
Եվ այնուամենայնիվ հենց այս համատեքստում ուշագրավ զրույց է ծավալվում։ Այսինքն, տեսեք, Հիսուսը չէր խորշում ոչ մեկից։ Հիսուսը չուներ նախապաշարում ոչ մեկի հանդեպ, ինչպես մարդիկ ունեն իրար հանդեպ։ Աղքատը նախապաշարներ ունի հարուստի հանդեպ, հարուստը նախապաշարներ ունի աղքատի հանդեպ, ուսյալ մարդը նախապաշարներ ունի անգրագետի հանդեպ, անգրագետ մարդը ուսյալ մարդու հանդեպ, բայց Հիսուսը եկավ, որպեսզի բոլորին փրկություն տա, որպեսզի մարդկանց սրտից այդ նախապաշարումները մաքրի։ Եվ ուրեմն Նիկոդեմոսին ընդունելով եւ այս կնոջ հետ զրուցելով Հիսուսը ցույց է տալիս, որ բոլոր մարդիկ կարիք ունեն փրկության, բոլոր մարդիկ կարիք ունեն ապաշխարության, որ իր համար տարբերություն չկա ոչ մեկի հանդեպ։ Բոլոր մարդիկ էլ հավասարապես մեղավոր են եւ հավասարապես փրկության կարիք ունեն։ Քրիստոսի զոհի առջև, Քրիստոսի արյան առջև իրենք հավասար են։ Աստվածաշնչում արդար չկա, մեկն էլ չկա։ Ինչպես արդեն նշել ենք, որոշ մարդիկ բացահայտ են մեղանչում, որոշ մարդիկ գաղտնինամ եւ կարծում են ոչ մեկ չի տենում, Աստված էլ չի տենում եւ իրենք իրենց էլ խաբում են, ասում են մենք սուրբ ենք, բայց մարդիկ կան, որ բացահայտ են անում եւ այս մարդիկ ավելի շատ են պատրաստ եւ ավելի շուտ են ընդունում փրկության լուրը, քան թե այն մարդիկ, ովքեր ինքնախաբված են, այսինքն այսպես կոչված փարիսեցի են, որովհետև եւ փարիսեցիներ մեղավոր եւ այն մյուսներ մեղավոր, բայց փարիսեցին չգիտես ինչի կարծում էր, թե ինքը սուրբ է։ Ուրեմն այն մարդիկ, որ կարծում են իրենք սուրբ են, մեղք չեն գործում, իրենք ուղղակի ինքնախաբված են։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ է կատարում այստեղ։ Այս կինը, որ ինքնակարծիք չուներ, այսինքն մեծ կարծիք չուներ իր մասին, ինչպես է խոսում Հիսուսի հետ եւ ինչ ռեակցիա է տալիս Հիսուսի խոսքերին։ Շարունակենք կարդալ Հովհաննես 4 գլխի 7-ից 15 համարները։ Ու 10 գլխից կարդանք, արդեն 7 գլխից կարդացել ենք, որ Հիսուսը խնդրում է ջուր, այս կինն էլ ասում է, որ այդ ինչպես է դու հրեայից, ես շփվում ես։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Եթե իմանայիր Աստծո պարգևը, եւ թե ով է նա, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, ապա դու նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար։ Կինը նրան ասաց. Տեր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է։ Արդ կենդանի ջուրը որտեղից ունես։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց, ինքը իր որդիներն ու հոտերը խմել են սրանից։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Ուրեմն Հիսուսը նույն ձևով վարվեց ինչ որ Նիկոդեմոսի հետ։ Նիկոդեմոսը ուրիշ բան ասեց, Հիսուսը միանգամից անցավ բուն թեմային, այսինքն ինքը կարդում է մարդկանց սրտերը, ինքը գիտի, թե ինչու է այդ մարդը եկել իր մոտ։ Գիտեր Նիկոդեմոսը ինչի է եկել։ Եվ գիտեր այս կինը, չնայած կինը չէր եկել, որտեղ չէր զգում կարիքը, բայց Հիսուսը հատուկ եկել էր նրա համար։ Եվ ուրեմն Հիսուսը նորից չի պատասխանում իր հարցին, թե ինչի եմ ես հրեա, բայց խնդրում քեզ այնց, այլ ասում է բուն թեմային, որպես ես կնոջը ասի այն, ինչ որ պետք է։ Նա հրեաների եւ սամարացիների միջև ատելությունը թույլ չտվեց այդ կնոջը ծառայություն մատուցել Հիսուսին, սակայն Փրկիչը ձգտում էր գտնել նրա սրտի բանալին եւ աստվածային սիրուն բնորոշ նրբանկտությամբ նա ոչ թե առաջարկեց, այլ խնդրեց հոգատարություն ցուցաբերել։ Սիրալի իր առաջարկը կարող էր մերժվել, բայց վստահությունը փոխադարձ վստահություն է արթնացնում։ Էլեն Ուայթ, Դարերի փափակ, H 174։ Հիսուսը գիտեր ինչպես վստահություն առաջացներ այդ կնոջ սրտում։ Եվ
Երբ որ ասма Հիսուսը ասում է, եւ եթե իմանայր թե ով է քեզ այնց ջուր խնդրում, դու ինքդ ինձանից ջուր կխնդրեիր։ Եվ կինը նույն ձևի սարկազմով է պատասխանում, ոնց որ Նիկոդեմոսը։ Երբ որ Նիկոդեմոսին ասում է, դու կարիք ունես վերստին ծնվելու։ Ճիշտ է, դու կարծում ես դու սուրբ ես, դու փրկված ես, դու ես, դու ես, բայց չէ։ Դու էլ ապաշխարության կարիք ունես, դու էլ կարիք ունես վերստին ծնվելու։ Եվ Նիկոդեմոսը կամ չի հասկանում, կամ իրեն չհասկացողի տեղ է դնում եւ սարկազմով է պատասխանում Հիսուսին, ասում է, ես մեծ մարդ եմ, տարիքով այդ ոնց եմ մտնելու, ծեր մարդ եմ, ոնց եմ նորից իմ մոր արգանդը մտնելու եւ ծնվելու։ Բայց պարզ է, որ Հիսուսը չէր խոսում ֆիզիկական ծնունդի մասին, այլ հոգեվոր ծնունդի մասին։ Եվ նույնը այստեղ Հիսուսը չէր խոսում ֆիզիկական ջրի մասին, այլ հոգեվոր ջրի մասին, այն ջրի մասին, որը տանում է դեպի հավիտենական կյանք։ Եվ այս կինն էր սարկազմով խոսեց, դու ջուր չունես, դու նույնիսկ բան չունես, որ ջուր անես, դու այդ որտեղից ես ինձ ջուր տալու։ Երկու դեպքում էլ Հիսուսը նրանց, ովքեր մեկը նշանավոր հրեավարդապետ էր, մյուսը կասկածելի համբավի տեր սամարացի կին, այսինքն սամարացիները արդեն ցածր էին համարվում, գումարած կանայք ցածր էին համարվում, գումարած սա էլ վատ համբավի կիներ։ Եվ տեսեք, այսինքն ինի կարծես թե ամենաբարձր դիրքում էր, սա ամենացածր, բայց երկուսին էլ Հիսուսը մատնացույց էր անում կարևորագույն հոգևոր ճշմարտությունները, որոնք նրանցից յուրաքանչյուրը պետք է լսեր ու հասկանար։ Յուրաքանչյուր դեպքում Հիսուսը երկուսին էլ նույն բանն է ասում։ Նրանք դարձի փորձառության կարիք ունեն։ Այսինքն պիտի ապաշխարեն։ Կապ չունի ով ես։ Վերևում ես կանած, ներքևում ես կանած, բոլորն էլ ապաշխարության կարիք ունեն։ Բոլոր մարդիկ տարբեր ձևերով են մեղք գործում, այդ չի նշանակում, որ մի մեղքը ավելի փոքր է, մյուսը ավելի մեծ է։ Չկա ավելի փոքր ու մեծ, կա մեղք։ Եվ յուրաքանչյուր դեպքում էլ ինչ մեղք էլ գործես, դու մեղավոր ես եւ ապաշխարության կարիք ունես։ Իսկ մարդիկ մեղքերը կլասիֆիկացիա են արել, այս մեղքը մի քիչ թեթև է, այն մեղքը ծանր է, այսի սենց է, այնին հենց այդպես չի։ Սուրբ Աստծո աչքին բոլոր մեղքերն էլ մեղք են։ Կարդանք Երեմիա 2-րդ 13 եւ տեսնենք ինչ կենդանի ջրի մասին է խոսում Հիսուսը։ Երեմիա 2-րդ 13 Եկեք 12 կարդանք։ Գիտենք, Երեմիան միշտ քարոզում էր եւ ասում էր դարձի եկեք ապաշխարեք, մանավանդ տաճարում ծառայողներին, թագավորին, մանավանդ այդ էլիտային էր ասում եւ իհարկե բոլոր ժողովրդին, ասում էր մեղքի մեջ կորած եք, ապաշխարեք, որ չգան, ձեզ չտիրեն, չտանեն գերի, բայց չէին լսում։ Եվ հիմա այստեղ 12 համարացում է ով երկինք, սահմռկիր այս բանի վրա, սոսկա եւ շատ ապշիր, ասում է Տերը, որովհետեւ իմ ժողովուրդը երկու չարություն գործեց, ինձ կենաց ջրի աղբյուրին լքեց, իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։ Այսքան փոխանակ Աստծուց օգնություն խնդրելու, կենաց, որ ով կենաց ջրի աղբյուրն է, այսինքն հավիտենական կյանք տվողն է եւ ոչ միայն խոսքը այստեղ գնում է երկարության մասին կյանքի, այլ նաեւ կյանքի որակի մասին, որ Աստված փոխում է մարդու մտածելակերպը, կյանքի որակը եւ մարդը սկսում է ապրել սուրբ կյանքով։ Եվ ասում է ուրիշ ձևերով ու իրանց փրկություն փնտրեցին, ծակ ամաններով, որ ջուրը լցնում ես մի կողմից, մյուս կողմից թափում, այսինքն ջուր չի պահում։ Եվ Հիսուսը նույնն է ասում այս կնոջը։ Ջուրն անհրաժեշտ է կյանքի համար, մարդիկ չեն կարող գոյություն ունենալ առանց ջրի, եւ այդ պատճառով ջուրը նույնպես կարող է լինել հավիտենական կյանքի հզոր ու հարմար խորհրդանիշ։
Ուստի Հիսուսն ասում է. ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի, իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Հովհաննես 4:13-14։ Տեսնենք ինչ պատասխանեց այս կինը։ Կինը նրան ասաց. «Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու»։ Տեսեք, նորից ֆիզիկական իմաստով է հասկանում։ Կարդանք Եզեկիել 36:25-27, «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք, ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ, եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ եւ այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք եւ դրանք կատարեք»։ Այսինքն երբ որ Հիսուսը խաչվեց խաչի վրա, ոչ թե ինքը օրենքը խաչեց, այլ հակառակը օրենքը դրեց մեր սրտի մեջ։ Ասում է. «Իմ օրենքը դնելու եմ ձեր սրտի մեջ, որ իմ օրենքով ընթանաք»։ Այսինքն Հիսուսի շնորհքը այդ հնարավորությունը տվեց մեզ, որ մենք իզորու լինենք օրենքը կատարել եւ սուրբ լինել։ Ուրեմն երկու դեպքում էլ Հիսուսը ձգտում է այս մարդկանց հասցնել հոգևոր ճշմարտություններ, թեև դրա համար նա օրինակներ է օգտագործում բնական աշխարհից։ Նրանցից ոչ մեկն անշուշտ սկզբում չհասկացավ, թե ինչ նկատի ունի Հիսուսը։ Նիկոդեմոսը հարցրեց, թե ինչպես կարող է մարդ նորից ծնվել, ինչպես կարող է վերադառնալ մոր արգանդը։ Նիկոդեմոսը ակնհայտորեն գործում էր աշխարհիկ ու երկրային մակարդակում, թեև Հիսուսը նրա հայացքը պարզորոշ դարձնում էր դեպի հոգևոր ճշմարտությունը։ Ջրհորի մոտ եկած կինը նույնպես Հիսուսի խոսքերը ջրի վերաբերյալ ընկալեց ուղիղ իմաստով, երբ Հիսուս ակնհայտորեն խոսում էր ինչ-որ հոգևոր բանի մասին։ Կենդանի ջրի մասին Հիսուսի առաջարկին կնոջ պատասխանը հետևյալն էր. «Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծարավեմ եւ չգամ այստեղ ջուր հանելու»։ Նա պատճառաբանեց, որ Հիսուսի առաջարկած ջուրը, այսինքն այդպես մտածեց, կկանխի իր ջրհոր գալ գնալը, այդպիսով նվազեցնելով ուրիշների հետ առերեսվելու վտանգը։ Ապշեցուցիչ է, որ խոսակցություն այդքան արագ տեղափոխվեց Հիսուսի սառը ջուր խնդրելուց կնոջ նրանից ջուր խնդրելու։ Այսինքն կինը մտածում է, ինչ լավ կլինի, որ իրոք ես այդ ջուրը ունենամ, եւ էլ ինձ պետք չլինի գալ այստեղ այս շոքին, այսքան քայլել գալ եւ այդ ջուրը հանել։ Եվ հետաքրքիր է, որ սկզբում Հիսուսը նրանից ջուր խնդրեց, բայց հիմա կինն է արդեն նրանից ջուր խնդրում։ Կարծես թե քիչ-քիչ հասկանում է իր կարիքը։ Հետաքրքիր է, որ երբ որ այս կինը այդ ջուրը ուզեց, Հիսուսը կարծես թե անկապ ինչ-որ բան ասեց։ Հիսուսը նրան ասաց 16-րդ համարը. «Գնա ամուսնուդ կանչիր ու այստեղ արի»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր, ամուսին չունեմ, որտեվ դու 5 ամուսին ես ունեցել եւ նա ում հիմա ունես քո ամուսինը չէ։ Դա ճիշտ ասացիր», այսինքն անօրինական ապրում են իրար հետ։ Ուրեմն հիմա պարզորոշ է դառնում, թե ինչի էր այս կինը խուսափում ուրիշ կանանց տեսնելուց, որովհետև նրանք թարթ հայացքով են իրեն նայում, ինչու, որովհետև ինքը արդեն 4 հատ ամուսիններ ունեցել, այս մեկն էլ նույնիսկ իրեն ամուսին չէր։ Ուրեմն հիմա այնքան է բարոյականությունը խեղաթյուրվել, բարոյական պատկերացումները մարդկանց, որ թե կանայք, թե տղամարդիկ ձեռնոցի պես փոխում են իրանց պարտնյորներին առանց նույնիսկ ամուսնանալու եւ ոչ մեկ էլ իրենց թարս չի նայում, դա հասարակության նորմա է դարել, չնայած դեմը Աստծո խոսքին, Աստծո պատվիրանին, բայց այսօր դա է փաստը, որ այդպես են ապրում մարդիկ, եւ այսօր ոչ մեկ այդպիսի կանանց նայում են նորմալ, այսինքն որպես նորմալների։ Այսօր հակառակը, այն կանանց, ովքեր մաքուր են իրենց պահում, նայում են որպես անորմալ, ասում են, անորմալ է։ Այն ժամանակ տարբեր էր մշակույթը եւ
այս կնոջը թարս էին նայում։ Եվ դա էր պատճառը, որ այն ժամանակ դեռ բարոյականության որոշ չափանիշներ կային, ճիշտ, եւ դա էր պատճառը, որ այս կինը չէր ուզում գալ։ Եվ հետաքրքիր է, որ Հիսուսը գիտեր այդ մասին։ Տեսեք, այս կնոջ ռեակցիան ինչ տեղ ունեցավ։ Կներեք, հայերեն չեմ հիշում այդ բառը։ Կինը պատասխանեց. ես ուրեմն կինը նրան ասաց. Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Ուրեմն այս թեման դուր չեկավ կնոջ, որ Հիսուսը գիտի իր մասին, եւ տեսեք, կարծես ուզում է փոխել թեման։ Ասում է. Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմն այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել։ Այսինքն այդ Գարիզին լեռան վրա կար այդ տաճարը եւ իրենք ճիշտ է քանդվել էր, բայց դեռ այդ լեռան վրա էին։ Իրանք չէին գնում Երուսաղեմի տաճարը Աստծուն պաշտելու, այլտեղ իրանք սարի վրա էին պաշտում եւ պարզ է ինչու չէին գնում, որտեղ հрьяաները իրանց լավ չէին վերաբերվում եւ կարծում էին, որ այս ձևով սարի վրա ակարծես թե Աստծուն է երկրպագում, բայց էլի կրկնենք, որ իրանց կրոնը խառնված էր հեթանոսության եւ հուդայականության։ Հիսուսը նրան ասաց. Կին, հավատա ինձ, որ ժամանակը կգա, երբ ոչ այս լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեք հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որտեղ փրկությունը հрьяաներից է։ Այսքան հрьяաներին էր տրված ճշմարտությունը միակ ճշմարիտ Աստծո մասին։ Մնացածը հեթանոսություն, այսինքն տարբեր աստվածներ էին պաշտում, որոնք իրական աստված չէին։ Այսինքն արև, լուսին, չգիտեմ, տարբեր բաներ էին պաշտում։ Եվ ուրեմն այդ առումով փրկությունը պետք է հрьяաներից գար, որտեղ իրենք գիտեին ճշմարտությունը, պետք է փոխանցեին ուրիշներին, բայց չէին փոխանցում։ Բայց ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն հորը հոգով եւ ճշմարտությամբ, այսինքն Սուրբ Հոգով, որտեղ հայրն իրեն այնպիսի երկրպագուներ է ուզում։ Ոչ թե ձևական գնան տաճարը, գիտեք, չեմ հիշում Երեմիայի մեջ թե որտեղ ասում է. ինչ է գալիս տրորում իմ տաճարի բակը ձեր ոտքերով, ոգուտ չկա, որտեղ ձեր սիրտը հեռու է ինձանից։ Ուրեմն Աստված հոգի է ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Կինը նրան ասաց. Ուրեմն ինչ է այստեղ ուզում ասել Հիսուսը, որ շուտով ժամանակ է գալու, որ արդեն պետք չի լինի գնալ ինչ-որ կենտրոնական տեղ երկրպագության, իսկ ամբողջ Հրեաստանից գալիս էին այդ տաճարը, որպեսզի երկրպագեն Աստծուն։ Երբ որ Հիսուսը խաչվեց եւ հետո ստեղծվեց քրիստոնեական եկեղեցին, իր աշակերտները սկսեցին քարոզել, այսինքն սկսեցին անել այն գործը, որ պիտի անեին հրեաները, բայց չարեցին։ Եվ հիմա Քրիստոսի խաչելությունից հետո իր աշակերտները սկսեցին անել այդ գործը։ Եվ ինչ եղավ, սկսեցին քրիստոնեական եկեղեցիներ ստեղծվել։ Եկեղեցի իգլեսիա բառը հունարեն նշանակում է Աստծո ժողովուրդ, ոչ թե շենք, այլ Աստծո ժողովուրդ։ Եվ սկզբում տներում էին հավաքում, հետո սկսեցին որոշ կառույցներ սարքել, որտեղ կարող են միասին հավաքվել, բայց կենտրոնական վայր չկար։ Ամեն մի տեղամասում սարքում էին, ունեին իրենց եկեղեցին, տնական եկեղեցի, այն ժամանակ տնական էր, հետո սկսեցին սենց առանձին եկեղեցիներ սարքել եւ եկեղեցի նշանակում է, որ հավատացյալները հավաքվում են եւ երկրպագում են Աստծուն, այլ ոչ թե շենքը։ Մարդիկ կան գնում եկեղեցու պատ են պատճում, չգիտեմ, խաչ են պատճում, չգիտեմ, ընդհանրապես դա ոչ մի կապ չունի հավատքի եւ փրկության հետ։ Ինչ է պատերը պատճում, ինչ է երկաթը պատճում, համբուրում։ Գիտեք, Աստվածաշունչի մի հատ գեղեցիկ համարկ ասում է. համբուրեք Աստծո որդուն։ Ինչ է նշանակում համբուրել Աստծո որդին, այսինքն իրեն ընդունել որպես փրկիչ, իրեն սիրել, իր սիրուն սիրով պատասխանել,
ոչ թե ինչ որ շենքերի պատեր համբուրել եւ գիտեք այդպիսի նկարել կա, որ գիտեք մի հատ պատ է մնացել այդ տաճարից հիմա Երուսաղեմում եւ հрьяաները գնում են այդ պատի մոտ, այդ պատին սենց կպնում են եւ չգիտեմ, աղոթում են թե ինչ են անում։ Կարծում են թե դա ճիշտ ձևն է գնալ այդ պատի մոտ, այդ պատը կապ չունի փրկության հետ։ Եվ այստեղ էս է ասում Հիսուսը, որ շուտով այդ Աստծո ժողովուրդը ամեն տեղ ունենալու է իր երկրպագության վայրերը, որտեղ էլ ասում է 2-3 հոգի էլ հավաքեն, ես այնտեղ եմ։ Սա է ասում Հիսուսը, որ շուտով այդպես է լինելու։ Ուրեմն ինչի Հիսուսը նշեց իրան, հո երեսին խփելու համար չէ, որ ասեց, գիտես դու 5 հատ ամուսին ես ունեցել եւ այլն եւ այլն։ Ոչ թե իրան մեղադրելու համար, այլ ինչի համար։ Էլեն Ուայթը դարի փապակ H177 գրում է. այդ կինը Հիսուսի առաջարկած պարգևն ստանալուց առաջ նախ պիտի ճանաչեր իր մեղքերը եւ իր փրկչին։ Մարդիկ կան, որ այդպես փոխում են տղամարդկանց կամ կանանց եւ սկի չեն էլ գիտակցում, որ իրանք մեղք են գործում։ Բայց Հիսուսը ուզում էր, որ այս կինը գիտակցի, որ ինքը մեղք է գործել, որ ապաշխարի իր մեղքից։ Եվ դրա համար ինքը կնոջը ասեց, իր երեսին ասեց իր կյանքը, այլ ոչ թե իրան քննադատելու կամ մեղադրելու համար։ Ուղղակի ասեց, այո, սխալ ապրել ես, բայց հիմա ժամանակ է եկել է, որ ճիշտ ապրես։ Եվ հիմա կարդանք հետո ինչ եղավ։ Ուրեմն այո, արդեն կարդացինք այս տեղերը 16-24 համարը։ Լույսը չափազանց կուրացնող էր դրան ուղիղ նայելու համար։ Հիսուսին որպես մարգարե ընդունելով կինը կրկին փորձում է խուսանավել։ Նա Հիսուսին հարց է տալիս հрьяաների ու սամարացիների միջև երկրպագության ճիշտ տեղին առնչվող կրոնական վիճի մասին։ Ի պատասխան Հիսուսը նշում է, որ սամարացիները չգիտեն, թե ով են երկրպագում, նրանց պաշտամունքը հուդայականության եւ հեթանոսության համադրությունն է։ Հрьяաները երկրպագում են Աստծուն, ով հայտնում է իրեն, եւս մեկ կարևոր բացահայտում սամարացի կնոջ համար։ Ճշմարիտ Աստծո երկրպագությունը կապված չէ տեղի հետ։ Հետևաբար պաշտամունքի վայրի մասին քննարկումը կապ չունի զրույցի հետ, որտեղ Աստված հոգի է եւ նրանք, ովքեր երկրպագում են նրան, այսինքն Սուրբ Հոգին էլ Աստված է, եւ ովքեր երկրպագում են Աստծուն, պետք է դա անեն հոգով եւ ճշմարտությամբ, Սուրբ Հոգով։ Դու Սուրբ Հոգով որտեղ էլ լինես, աշխարհի որ անկյունում է լինես Սուրբ Հոգու միջոցով, եթե Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, թույլ ես տալի, որ Սուրբ Հոգին բնակվի քո մեջ, լսում ես Սուրբ Հոգու ձայնը, ենթարկվում ես նրան, դու արդեն երկրպագում ես Աստծուն, որտեղ էլ որ հավաքվեք։ Կին ընդունեց Հիսուսի հաղորդած բաց ճշմարտությունը եւ պատրաստ էր ավելին։ Գիտեք, մարդիկ կան, որ հավաքվում են, բայց Սուրբ Հոգու ազդեցության տակ չի եւ ճշմարտությունը չեն ուսումնասիրում։ Ճշմարտությունը աղավաղում են եւ այդպես մատուցում են մարդկանց։ Բայց շատ կարեւոր է, որ Սուրբ Հոգին է բացում որն է ճշմարտությունը։ Եվ այդ ճշմարտությունը հենց քարոզվի եկեղեցում, այլ ոչ թե մարդկանց հնարածները կամ մարդկանց մեկնաբանությունները։ Եվ հետո ինչ ասեց սրան այս կինը։ Կինը նրան ասաց, գիտեմ, որ գալու է Մեսիան, որ Քրիստոս է կոչվում, երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի, այսինքն իրենք էլ են սպասում Մեսիայի գալուստին։ Հիսուսը նրան ասաց, ես եմ քեզ հետ խոսողը։ Հետաքրքիր է։ Հիսուսը երբեք ոչ մեկին ուղիղ չէր ասել, որ ես Մեսիան եմ։ Բոլոր 4 ավետարաներում սա միակ հատվածն է իր դատավարությունից առաջ, որտեղ Հիսուսը պարզորոշ ասում է մեկին, որ ինքը Մեսիան է, եւ նա այդ մասին հայտնում է ոչ թե մեծ բազմությանը կամ մի կարևոր անձնավորության, մարդկանց կարծիքով կարևոր, մարդիկ են
մարդկանց բաժանում կարևոր եւ անկարևոր մարդկանց։ Այլ մի անանուն սամարացի կնոջ միայնակ Հակոբի ջրհորի մոտ։ Հետաքրքիր է, որ Հիսուսը Նիկոդեմոսին ուղիղ չասեց, ես Մեսիան եմ։ Այսինքն մարդկանց կարծիքով դա կարևոր մարդ էր, բայց այդ մարդուն չասեց, այլ այս կնոջը ասեց։ Ինչի՞։ Որովհետև երբ որ մարդը ես իր մասին մեծ կարծիք է ունենում, այդ կարծիք իրեն խանգարում է ճշմարտություն ընդունելու։ Այս կինը չուներ մեծ կարծիք իր մասին եւ պատրաստ էր այդ ճշմարտություն ընդունել։ Դրա համար Հիսուսը կիսվեց իր հետ։ Ուրեմն ոչ թե մի կարևոր անձնավորության, այլ մի անանուն սամարացի կնոջ միայնակ Հակոբի ջրհորի մոտ։ Նրան հետաքրում է ցանկացած միայնակ հոգի, որ իրեն մեկուսացված ու միայնակ է զգում, այսինքն Հիսուսին։ Եվ այդպես այս կնոջը, որը ոչ միայն այդ մարդիկ են հետաքրված մենակ կարևոր անձերով, բայց Հիսուսը հետաքրված է յուրաքանչյուր անձով, կապ չունի ով է այդ անձը։ Բոլորը իր զավակներն են, ոմանք մոլորված, ոմանք արդեն ճիշտ ճանապարհով գնալուց։ Եվ այդպես այս կնոջը, որը ոչ միայն օտար մշակույթից է, այլև զուրկ է բարոյական վեհ արժեքներից, Հիսուսը բացահայտ հայտնում է թե ով է ինքը, եւ կնոջը բացահայտելով, որ գիտի նրա ամենամութ գաղտնիքները, նաեւ մեծ պատճառ է տալիս կնոջը հավատալու իրեն։ Գարթանք Հովհաննես 4:27-29 համարները, եւ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում։ Այսինքն կինը ցածր համավորող միակ էր ել սամարացի կինը եւ հանկարծ Հիսուսը լեզու է թռչում իր հետ։ Զարմատ չէ, որ աշակերտները նախապաշարումներ ունեին եւ Հիսուսը մեկ առ մեկ ջարդում է, կոտրում է իրենց նախապաշարումները։ Բայց ոչ ոք չասաց, ինչ ես ուզում կամ դրա հետ ինչ ես խոսում։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաքում մարդկանց ասաց, այնքան էր ուրախացել, որ նույնիսկ իր կուժը մոռացավ թե ինչի համար էր եկել։ Իր ծարավը մոռացավ եւ վազեց հետ ու մարդկանց ասաց։ Նիկոդեմոսի պես լուրջ չմնաց, գնաց ասում մարդկանց ասաց, եկեք տեսեք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը։ Այսինքն այս կինը իրոք ուրախությամբ սպասում էր Քրիստոսին։ Եվ երբ որ պարզեց, գնաց, չասեց այ մարդ լավ ես ասեմ կասեն էսի գիժը կամ էսի մի հատ ոչ հարգված էակա, այս սրա ասածին ինչ հավատանք։ Չմտածեց դա, գնաց ու ասեց, եւ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ Այսինքն այս կնոջը լսեցին եւ եկան Հիսուսի մոտ։ Հիմա կարդանք մնացած համարները այս գլխի։ Այդ ընթացքում մինչև սամարացիները կգային, աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռաբի, հաց կեր»։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելիք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ։ Արդյոք դուք չեք ասում 4 ամիս եւս եւ հունձը կհասնի։ Ահա ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել ինձ համար, հնձի համար։ Հնձողը վարձ է ստանում եւ հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան եւ սերմանողը եւ հնձողը, որտեւ սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ է հնձողը, ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել, ուրիշներ աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք։ Այսինքն ով էր սերմանել։ Աստծո խոսքը մարգարեներն էին գրել, այդ գիտելիքը, այդ իմաստությունը եկել էր դարերով, մարդիկ կարդում էին եւ դա սերմ էր, որ ցանվում էր իրենց սրտի մեջ, եւ այդ սերմը աճել էր եւ հիմա արդեն հնձելու ժամանակն էր։ Ճիշտ ժամանակն էր։ Ուրեմն այստեղ խոսքը գնում է մարդկանց դարձի բերելու մասին, որ մարդկանց սրտերը արդեն պատրաստ է ճշմարտություն ընդունելու։ Ուրեմն Հովհաննեսը ցանկանում է, որ մենք տեսնենք, թե ինչպես Հիսուսը հասկացավ, թե ինչ է կատարվում։ Սամարացի կնոջ հետ փրկության ծրագրով կիսվելը շատ ավելի կարևոր էր նրա համար, քան ուտելը։ Ասում է. իմ հոր կամքը կատարելն է իմ համար ուտելիք։
Հոգիներին դեպի փրկություն տանելը նրա նպատակն էր, եւ նա օգտագործեց այս առիթը, որպեսզի իր աշակերտներին սովորեցնի, որ բարի լուրով բոլոր մարդկանց հետ կիսվելը հրատապ է։ Ավելի հրատապ, քան թե սոված մնալը, քան թե հաց ուտելը։ Այսինքն, եթե ես պետք է հենց հիմա Աստծո խոսք ասեմ, բայց սոված եմ, չպիտի կանգ առնեմ, ասեմ, լավ, սպասի հաց ուտեմ, հետո նոր գնամ ասեմ։ Ավելի կարևոր է մարդկանց փրկությունը, քան թե հաց ուտելը։ Հաց ուտելը միշտ էլ կարաս ուտես, բայց երբ որ ճիշտ հնարավորությունը ստեղծել է, որ մարդկանց փրկության մասին ասես, պետք է բաց չթողնես այդ հնարավորությունը։ Ուրեմն, մարդկանց հետ կիսվելը հրատապ է նույնիսկ նրանց հետ, ովքեր տարբերվում են իրենցից։ Մարդիկ, ասեցին, կլասիֆիկացիաներ են առաջացել, իրար տարբերություն են դնում։ Այս մեկը սիրուն է, այս մեկը հարուստ է, այս մեկը տգեղ է, այս մեկը աղքատ է, այս մեկը սենց է, այս մեկը նենց է։ Այսինքն մարդիկ տարբեր մասերի են բաժանել իրար, բայց բոլոր մարդիկ հավասար են իրենց մեղքի մեջ Աստծո առաջ եւ իրենց փրկության հնարավորության մեջ հավասար են։ Սո մենք բոլորին պիտի հնարավորություն տանք Աստծո խոսքը լսելու։ Մենք չպիտի որոշենք, թե ով դարձի կգա, ով չի գա, դա միայն Աստված գիտի։ Մեր գործն է բոլորին ասել։ Մենք չենք կարող որոշել, այս ինչը սենց է, չի ընդունեն, ինձ այսի շատ փչացած, այսի շատ սենց է, այնի շատ հարուստ է, այնի շատ աղքատ է։ Ոչ, բոլորն էլ իրենց սրտում դատարկ տեղ ունեն, որը իրենց արարչի տեղն է, եւ պետք է մենք շտապենք եւ իրանց ասենք, որ դուք հանգիստ չեք գտնի, խաղաղություն չեք ունենա, երջանիկ չեք լինի, մինչեւ որ ձեր արարչին Հիսուսին չընդունեք ձեր սրտի մեջ, ճշմարտությունը չընդունեք եւ չփոխեք ձեր ճամփաները, մինչեւ որ չապաշխարեք ձեր փիս գործերից։ Սա է մեր խնդիրը մարդկանց ուղղել դեպի Հիսուսը, ինչպես անցած անգամ ասեցինք, ինչպես Հովհաննեսը մարդկանց դարավ դեպի Հիսուսը։ Ոչ թե մեզ պիտի մեծացնենք, այլ Հիսուսին պիտի մեծացնենք։ Հիսուսը պիտի մեծանա, մենք պիտի փոքրանանք, մենք ոչ թե մարդկանց մեզ պիտի ցույց տանք, այլ Հիսուսին։ Հովհաննեսի ավետարանում շատ հետաքրքիր տեղեր կան։ Անշուշտ դրանց թվում են Հովհաննես, այս համարները, որ կարդացինք։ Սամարացիներից շատերը հավատացին այն կնոջ վկայության պատճառով, որ վկայեց. ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել եմ։ Սամարացիները Հիսուսին խնդրեցին, որ մնա իրենց մոտ։ Կարդանք այդ համարները։ Եվ այն քաղաքի 39 համարից։ Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել եմ։ Երբ այդ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա։ Այսինքն Հիսուսը երբ որ ասեց հունց կհասել է, այդ ժամանակ եկան սամարացիները։ Եվ Հիսուսը ինչ էր ուզում ասել իր աշակերտներին։ Դուք կարծում եք, թե այս մարդիկ հեռացած են Աստծուց եւ իրանց պետք չի քարոզել։ Ոչ։ Հունց կհասել է, այս մարդկանց սրտերը ավելի շատ է եւ ավելի շուտ է պատրաստ ընդունելու լուրը ավետարանը, քան թե հրեաներինը, որտեղ հրեաների սիրտը լցված էր մեծամտությամբ, լցված էր ինքնագոհությամբ, լցված էր ինքնասիրահարվածությամբ, եւ այդ ամենը խանգարում էր, որպես իրենք տեսնեն ճշմարտությունը եւ ընդունեն Հիսուսին։ Բայց սամարացիները այդպեսին չէին, վկա այն դեպքը, որ իրականում եղել է եւ որ Հիսուսը վերեց այսքան այդ բարի սամարացու մասին։ Եվ նրանք նույնիսկ խնդրեցին Հիսուսին, ոչ թե դուրս հանեցին, այլ խնդրեցին, որ ինքը երկու օր այնտեղ մնա։ Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան, եւ կնոջ ասում էին, այլևս ոչ թե քո խոսքերի համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի փրկիչը։ Այս կինը կատարյալ միսիոներ էր, ավետարանիչ։ Ինքը գնաց, ասեց, սրանք եկան։ Մեր խնդիրը դրանումն է, որ մենք մարդկանց բերենք Հիսուսի մոտ, ասենք եկեք եւ ճաշակեք, Աստվածաշուն լավ սիրուն համար կազմա, ճաշակեք եւ տեսեք թե ինչ քաղցր է Տերը։ Մեր խնդիրը դա է, որ մարդկանց համոզենք, որ իրանք ճաշակեն, անդադ չբրթեն ճշմարտությունը, այլ ճաշակեն եւ տեսնեն, որ ճշմարտությունը քաղցր է, որ իրենք այդ ժամանակ երջանկություն կստանան, որ ճշմարտություն ընդունեն։ Ուրեմն արդյունքը ինչ եղավ, որ իրենք սկսեցին հավատալ Փրկչին, ի տարբերություն հրեաների, ովքեր անդադ Հիսուսին հետ էին մղում։ Ոչ թե բոլորը, բայց մեծամասնությունը։
Վերջում կարդանք Էլեն Ուայթի փափագը H195 Փրկչին գտնելուն պես Սամարացի կինը նրա մոտ բերեց ուրիշներին ցույց տալով, որ ինքն ավելի գործուն ավետարանի չէ, քան Քրիստոսի աշակերտները։ Քրիստոսի աշակերտները այդքան քայլում էին Հիսուսի հետ։ Բայց դեռ միտքը չէր բացվում իրանց, որ հասկանային Հիսուսին։ Այս կինը մի անգամից առանց ասելու արեց այն, ինչ որ Հիսուս ուզում էր, որ իր աշակերտները անեին։ Որոնց մտքով անգամ չէր անցնում, թե Սամարիայում կարող են ընդունել ավետարանը, նույնիսկ մտքով չէր անցնում իրենց։ Նրանց մտքերը կենտրոնացած էին ապագա մեծ աշխատանքի վրա եւ չէին տեսնում, որ հենց իրենց շուրջը հասել է հունձքը։ Այսինքն ինչ էին մտածում։ Աշակերտները նույնպես հրեա են եւ մտածում են, որ Հիսուսը կդառնա թագավոր, կազատի հռոմեացիների իշխանությունից, իրանք կսկսեն թագավորել եւ իշխել մյուս ազգերի վրա եւ դրա համար հետագամ իրանք հուսահատվեցին եւ փախան, երբ որ Հիսուսին հաճեցին։ Բայց փառք Աստծոյին սերմը, որ Հիսուսը ցաներին սրտում հաճեց եւ իրենք ընդունեցին Հիսուսին, հասկացան ճշմարտությունը վերջի եւ տարածեցին ողջ աշխարհով մեկ։ Փառք Աստծո։ Սկնարեցին այն գործը, որ պիտի անեն հրեաները, բայց չարեցին։ Ուրեմն նրանց մտքերը կենտրոնացած են ապագա մեծ աշխատանքի վրա, չէին տեսնում, որ հենց իրենց շուրջը հասել է հունձքը։ Բայց մի կնոջ միջոցով, որին նրանք արհամարում էին, ամբողջ քաղաքը եկավ լսելու Փրկչին։ Առանց հապաղելու նա լույսը հասցրեց իր հայրենակիցներին։ Գիտեք, այսօր ինչքան տղամարդ քարոզիչներ կան, որ արհամարում են կանանց եւ կարծում են, որ կանայք շատ բան չեն կարող անել։ Թող կարդան այս մասը Աստվածաշնչի եւ ապաշխարեն այդ տղամարդին, որտեղ կանայք էլ նույնպես կարող են ավետարանել եւ մարդկանց տալ Աստծո ճշմարտությունը։ Այս կնոջ օրինակը եւ երբեմն ավելի հաջողությամբ, քան թե իրենք։ Նա առանց հապաղելու նա լույսը հասցրեց իր հայրենակիցներին։ Ամբողջ քաղաքը եկավ լսելու Փրկչին։ Այդ կնոջ խոսքով։ Իսկ մենք կամ քարոզիչները նույնիսկ մի մարդու չեն կարող համոզել, որ գնա եկեղեցի։ Թող մտածեն ինչի է այդպես։ Խորը մտածեն։ Այսինքն զորով շարով բրթելով են տանում եկեղեցի։ Թող մի քիչ մտածեն ինչու է այդպես։ Ինչու են Հիսուսի մոտ գալի հենց այդպես առանց խնդրելու։ Իսկ եկեղեցի չեն ուզում գան։ Շատ լուրջ խորհելու հարց է։ Այս կնոջ օրինակը ցույց է տալիս Քրիստոսի հանդեպ ունեցած գործնական հավատի ուժը։ Գործնական հավատի։ Ըստ երևույթին այս քարոզիչները չունեն գործնական հավատ։ Ամեն մի ճշմարիտ աշակերտ ծնվում է Աստծո արքայության համար որպես ավետարանիչ։ Ամեն մի ճշմարիտ աշակերտ։ Եթե դուք գնում եք եկեղեցի եւ չեք ավետարանում մյուսներին, դուք ճշմարիտ աշակերտ չեք։ Նա ով խմում է, եթե դուք ամաչում եք նույնիսկ ասել, որ դուք հավատացյալ եք, ամաչում եք ասել, որ դուք Հիսուսին հավատում եք ու սիրում եք։ Հիսուսն էլ երբ որ օրը գա, կամաչի ձեզանից։ Նա ով խմում է կենդանի ջուրը կյանքի աղբյուր է դառնում, ընդունողը դառնում է տվող։ Քրիստոսի շնորհը հոգու մեջ նույնն է, ինչ ակնաղբյուրը անապատում, որ բխում է բոլորին զովացնելու համար եւ կործանման եզրին կանացների հոգում ցանկություն է առաջացնում խմելու կյանքի ջուրը։ Մեր խնդիրը դա է ցանկություն առաջացնել մարդկանց մոտ խմելու կենդանի ջուրը, փորձելու, ճաշակելու Աստծուն, թե ինչքան քաղցր է Աստված։ Երբ որ մենք գիտենք, որ հոսող ջուրը մաքուր ջուր է, կարող ես խմել, կարող ես լվալ, ջուրը ինչ է, մաքրում է կեղտից։ Բայց երբ որ ջուրը չի հոսում, ինքը դառնում է ճահիճ,
Միթե մարդը կարող է ճահիճի ջրով ինչ որ լվալ իր ձեռքերը կամ խմել այդ ջուրը չէ։ Ճահիճի մեջ ընկնում ես, խեղդվում ես, քաշում է ներքև։ Նույնը դա է, երբ որ դուք ջուրը ընդունում եք եւ թողնում եք փդում ա ձեր մեջ այդ ջուրը, դուք դառնում եք ճահիճ, հոսող արվակ եղեք, ինչ որ ստանում եք Հիսուսից, տվեք մարդկանց, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Եվ այն ժամանակ կճաշակեք, թե ինչքան քաղցր է Աստծո ճշմարտությունը։ Ուրեմն թող Աստված մեզ օրհնի, փառք Աստծուն, շնորհակալ ենք ես գեղեցիկ դասի համար, որ մեզ Աստված տալիս է։ Թող այս ճշմարտությունը ազդի մեր սրտում, թող մեզ զարթնացնի քնից, որ մենք խիզախությամբ Հիսուսի անունը դավանենք, որ մենք փորձենք մեր նման մեղավոր մարդկանց բերել, համոզել, բերել, ոչ թե զորով, այլ սիրով համոզել, բերել եւ ասել. մի նայեք այդ մյուս մարդկանց, դուք եկեք, ճաշակեք, ճշմարտությունը ճաշակեք, տեսեք Հիսուսը իրական ինչ ձևի է, մի չափեք Հիսուսին այս մեղավոր մարդկանց պրիզմայով, միջոցով։ Դրանք մեղավոր մարդիկ են, Հիսուսն է փրկիչը, ոչ թե այդ մարդիկ։ Մի գնացեք եկեղեցի ու սկսեք այս մարդը սենց, այդ մարդն էս, այո, եկեղեցու արդար չկա, մեկն էլ չկա։ Դուք գնում եք եկեղեցի Հիսուսի մոտ, Հիսուսից սովորելու։ Եվ եթե կարծում եք, որ քարոզիչը մաքուր մարդ չէ եւ Հիսուսի, այսինքն իր կյանքը չի համաձայն չի Հիսուսի կյանքի հետ կամ միևնույն է, եթե այդ մարդը ճշմարտությունն է քարոզում, գնացեք եւ լսեք։ Հիսուսը կարող է օգտագործել այդ մարդկանց, քարոզիչներին, որպեսզի ճշմարտությունը տա ուրիշներին։ Երբ որ նորից կրկնենք դա, Հիսուսը ասեց. կեղծավորները նստել են Մովսեսի աթոռին։ Ինչ որ նրանք ձեզ ասում են, արեք, բայց իրանց օրինակին մի հետևեք։ Հիսուսը չէր ասում մի գնացեք տաճար, մի լսեք վարդապետներին, չէ, ասում էր գնացեք, իրանք ճշմարտ է, մի քիչ աղավաղել են ճշմարտությունը, բայց հիմնական ճշմարտությունն են տալի մարդկանց։ Ուրեմն ասում է, եթե այդ եկեղեցուն ճշմարտությունն են տալի, գնացեք այդ եկեղեցին, լսեք այդ քարոզիչներին, մի սկսեք մտածել, թե վայ, այս քարոզիչը սենց կյանքավարումը, սենց անում են, իր ասածին լսեք, իր ասածներ արեք, համեմատեք Աստվածաշնչի հետ, եթե բռնում է, արեք իր ասածները, բայց իրանց օրինակին մի հետևեք։ Ամեն մեկս ճիշտ մեր ժամանակին պատասխան կտանք Աստծուն մեր խոսքերի եւ գործերի համար։ Մենք դատավոր չենք, դատավոր Աստված է։ Մենք պիտի անենք այն, ինչ որ Հիսուսն է ասում, եւ մենք չգիտենք մարդկանց կյանքերը խորը եւ բոլոր պարագաները իրենց կյանքի, եւ նույնիսկ եթե այդ մարդը սխալ ճամփով են տանում, այդ մարդը դեռ կենթանի է, դեռ ծառայում է Աստծուն, եւ կարող է ժամանակը գալ, որ ինքը հասկանա իր սխալը եւ դարձի գա ապաշխարի փրկվի, բայց դու գայթակղվելով այդ մարդու պատճառով քեզ ինքդ քեզ զրկում ես ճշմարտությունը լսելուց եւ փրկվելուց։ Մտածեք այս մասին։ Թող Աստված օրհնի մեր այս միշ գալիք շաբաթվա մեր բոլոր օրերը, որպեսզի իրեն հավատարիմ լինենք եւ իր խոսքը կատարենք եւ իր խոսքով հետաքրքրված լինենք եւ չհապաղենք իր խոսքը սովորել եւ ուրիշներին տալ։ Աստծո օրհնությամբ եւ ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։